Տեսա նաև գահեր, նստեցին դրանց վրա և նրանց իշխանություն տրվեց դատելու և ընտրելու այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծո խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին։ Նաև նրանց հոգիներին, որոնք չերկրպագեցին գազանին ու չստացան նրա դրոշմը իրենց աջ ձեռքի վրա, և նրանք կյանք ստացան և թագավորեցին Քրիստոսի հետ 1000 տարի։ Սրանք սրբերի և Քրիստոսի հետ հարություն առածների հոգիների գահերն են, որոնք որպես դատավորներ կարգվեցին ընտրելու մարտիրոսների և արդարների հոգիները։ Դատավորներն այս նահապետների ու մարգարեների հոգիներն են, որոնք ընտրելու են գազանին չերկրպագած հոգիներին։ Պետք է իմանալ, որ գազանին երկրպագելը երկու տեսակ է լինում, մեկն իրապես նեռի օրերին, մյուսը ծածուկ կերպով, ինչպես հրեաներն են այժմ երկրպագում նեռին, որ դեռ չի եկել։ Պողոս առաքյալը ասում է. անօրենության այդ խորհուրդը արդեն իսկ զորանում է։ Ամբարիշները կարծում են, թե սուրբերի հոգիները ոչնչանում են, մինչդեռ նրանք Քրիստոսի հետ թագավորում են 1000 տարի։ Իսկ օձի բռնվելու և դևերի հետ բանտում արգելափակելու մասին մարգարեացավ Եսայի մարգարեն։ Այն օրն Աստված իր ձեռքը պիտի տարածի երկնքի զարդերի վրա, իսկ երկրում երկրի թագավորների վրա, և պիտի հավաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մեջ, պիտի պաշարեն ամրոցները, և շատ սերունդներ անց այցելություն պիտի ունենան։ Երկնքի զարդերը օդային դևերն են, երկրի թագավորները նրանք, ովքեր փորձվում են երկրի վրա, որոնց էլ Աստծո ձեռքը Քրիստոս փակեց անդունդում։ 1000 տարի հետո, այսինքն նեռի ժամանակ, այցելություն կունենան, ասել է, թե պիտի արձակվեն։ Եվ սրանից հետո մեռելներից ոչ ոք չկենդանացավ, մինչև կլրանար 1000 տարին։ Այս է մեռելների առաջին հարությունը։ Այսինքն դատապարտված մեռյալները, որոնք ընտրության ժամանակ դուրս նետվեցին և խոտան համարվեցին, չմնացին Քրիստոսի հետ, այլ ընկան դժոխք, մինչև կլրանար 1000 տարին, այսինքն մինչև նեռի ժամանակը, որին անմիջապես պիտի հետևի դատաստանը և երկրորդ դատապարտությունը, ըստ այն խոսքի, թե մեղավորները կրկին դժոխք կընկնեն։ Սա նկատի ունենալով Մուհամմեդը ներշնչված Աստծուց կամ դևերից ասաց. «Իմ աղանդը կմնա 1000 տարի»։ Եթե մինչև աշխարհի վախճանը մնալու մասին էր ասում, սուտ պարծենկոտություն է, իսկ եթե թվական, ճշմարտանման է, քանզի ահա արդեն անցել է 1000 տարին, և նրա ծուլությունն ու անօրենությունը արգելք չդառան դրան։ Օրինակն այստեղ համեմատվում է նախօրինակի հետ, ինչպես եբրայեցիների Եգիպտոսում ծառայությունից մինչև նրանց ելքը այնտեղից և ազատվելը 1633 տարի տևեց, այդպես էլ կարծիք կա, թե քրիստոնյաների ազատությունը թուրքերից այդքան տարի է տևելու։ Ուրեմն թող մահմեդականները չպարծենան, թե իրենց հրովարտակը մնալու է մինչև աշխարհի վախճանը։ Երանի այն սրբերին, որոնք բաժին ունեն առաջին հարության ժամանակ, նրանց վրա երկրորդ մահը իշխանություն չունի։ Նրանք պիտի լինեն քահանաներ Աստծո և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ու նրա հետ պիտի թագավորեն 1000 տարի։ Առաջին հարությունը իմացիր, հոգիների հարությունն է, որ լինում է յուրաքանչյուրի մահվան ժամանակ, երբ մարմինը մահանում է։ Արդար հոգին հարություն է առնում կյանքի համար, իսկ մեղավորինը մեռնում է ընկնելով Աստծո աչքից։ Իմացիր նաև, երկրորդ հարությունը ընդհանուր հարությունն է, որին հետևելու է երկրորդ մահը, այսինքն թե հոգու և թե մարմնի դատապարտությունը դժոխքում։ Սակայն այս մահը իշխանություն չունի նրանց վրա, ովքեր արժանացել են առաջին հարությանը, քանզի սրբերի հոգիները վերստին հարություն են առնելու երանական կյանքի համար։ Սուրբերի հոգիները Աստծո և Քրիստոսի երանելի քահանաներն են, քանի որ մշտամռունչ փառաբանությամբ օրհնում են Աստծուն և Քրիստոսին, որն էլ քահանայական գործ է։ Այս է պատճառը, որ երկնային զորքերը կոչվում են քահանայապետություններ, քանզի անդադար փառաբանում են Աստծուն։ Թագավորելով Քրիստոսի հետ, նրանք չեն մոռանում իրենց քահանայական պաշտոնը, համոտ թուլամորթ քրիստոնյաների, որոնք բարձրանալով և հասնելով քահանայության կամ թագավորության աստիճանին, իսկույն թուլանում են Աստծուն փառաբանելու իրենց պարտականության մեջ։
1000 տարի հետո հրեշտակը պիտի արձակի սատանային եւ պիտի հանի բանտից, եւ սա պիտի ելնի ու պիտի մոլորեցնի բոլոր ազգերին երկրի 4 կողմերում, Գոգը եւ Մագոգը ձեռքը պիտի առնի, դրանցով հավաքելու համար բոլոր զորքերը, որ պատերազմեն եւ նրանց թիվը ինչպես ծովի ավազը։ Նեռի օրոք, երբ մարդկության ծովացած մեղքերի պատճառով Աստծո արդարությունը բարկությամբ դարձյալ կարձակի սատանային, որն էլ մտնելով նեռի մեջ կստիպի գրավել Գոգն ու Մագոգը, այսինքն հյուսիսի եւ հարավի թագավորներին, որ սկյութացիների եւ արաբների հզոր իշխաններն են լինելու, եւ հավաքելով անթիվ զորքեր շրջապատելու է սուրբերի բանակը եւ Երուսաղեմ քաղաքը, ու գրավելով հաստատելու է իր թագավորական գահը, որը միաժամանակ բարձրանալու է Ծխի եւ Լիբանանի մայրիների պես, սակայն կարճ ժամանակ հետո հետքն անգամ չի երևալու։ Այժմ նահատակվելը կամ հավատը պահելու համար նրա ձեռքից փախչելը քաջություն է համարվելու, ինչպես Եսայի մարգարեն է ասում. «Փախիր եւ թաքնվիր միաժամանակ, մինչեւ որ անցնի Տիրոջ բարկությունը», այսինքն նեռը։ Արդ ինչպես Մուհամեդը արաբների միջոցով զորացավ, այդպես էլ նեռը կզորանա Գոգի եւ Մագոգի միջոցով։ Գոգը սկյութացիներն են, այսինքն մեծ թաթարները, այլաբանորեն Գոգը նեռն է, իսկ Մագոգը սուտ մարգարեն, որոնց միջոցով Սադայելը պիտի հարձակվի եւ պատերազմի եկեղեցու դեմ աշխարհը մոլորեցնելու համար։ Եվ երկնքից Աստծո մոտից կրակ պիտի իջնի, ու պիտի լափի նրանց, եւ նրանց պիտի գցի կրակի եւ ծծմբի ծովի մեջ, ուր էին գազանը եւ սուտ մարգարեն, եւ նրանք պիտի չարչարվեն զորոգիշեր։ Սա պատահելու է մեծ պատերազմի ժամանակ, երբ Քրիստոսը երկնային զորքերով ելնի նեռի դեմ եւ հրեղեն սրով հարվածի նրան։ Իսկ ուր էին գազանը եւ սուտ մարգարեն խոսքն անհրաժեշտ է ընկալել այսպես. իսկ գողերն ու շները դուրս պիտի նետվեն արքայությունից, այսինքն չեմ մտնի, քանի որ գողերն ու շներն ինչպես կարող են մտնել Աստծո երկնային արքայություն։ Տեսա նաև մի մեծ սպիտակ գահ, եւ նրան, ով նստած էր դրա վրա, նրա ներկայությունից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան, եւ նրանց համար տեղ չգտնվեց։ Քրիստոսի գահն է, կերտված լուսավոր ամպից, որի վրա բազմած Քրիստոս ահեղ փառքով գալիս է դատաստանի։ Նրա ահից այնպես տակնուվրա կլինի միտքն ու աչքը, որ կկարծեն, թե երկինքն ու երկիրը փախչում են։ Երկնքի ու երկրի փախչելը դրանց վերափոխվելն է մի նոր տեսակի ու ձևի։ Իրականում երկինք ասելով հասկացիր հրեշտակների զորքերը, իսկ երկիր ասելով մարդկանց, որոնք դողում են Քրիստոսի փառքի ահից եւ շտապում են փախչել, բայց փախչելու տեղ չկա։ Եվ տեսա մեռելներ, մեծ ու փոքր, որոնք կանգնել էին գահի առաջ, ոչ թե ըստ հասակի մեծ կամ փոքր, քանի որ բոլորը միևնույն տարիքով հարություն պիտի առնեն, այլ ըստ արժանիքի, թե թագավորներն ու տնանքները, թե եկեղեցականներն ու աշխարհականները։ Եվ բացվեցին գրքեր, բացվեց նաև մի այլ գիրք, կյանքի գիրքը, եւ մեռելները դատվեցին ըստ գրվածքների իրենց գործերի համաձայն։ Կյանքի գիրքը արդարների գիտակցությունն է, ինչ որ գրված է նրա մեջ արժանի է հավիտենական կյանքի, իսկ մահվան գիրքը մեղավորների խղճմտանքն է, եւ այն ամենը, ինչ գրված է նրանում, արժանի է դժոխքային մահաբեր պատժի։ Աստված գերբնական լույսով կընթանա, թե արդարների եւ թե մեղավորների խղճմտանքի հետ, եւ յուրաքանչյուր ոք իբրև հայելու մեջ կտեսնի ինչ որ գործել է։ Դարձյալ մարդկանց բոլոր գործերը դրոշմում են Աստծո մտքի, ինչպես Գանձարանի գրքի մեջ դատաստանի համար, ըստ այն խոսքի, թե միթե այս ամենը ինձ մոտ չի հավաքված եւ կնքված չի պահվում իմ Գանձարանում։ Նմանապես էլ հրեշտակների եւ տերերի մտքում է գրված։ Այսպիսի բացված գրքեր տեսավ նաև Դանիել մարգարեն։ Ծովը տվեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ իրենց մեռելներին, եւ յուրաքանչյուրը դատվեց ըստ իր գործերի։ Ծովը կտա խեղդվածներին, մահը երկրում ննջածներին, իսկ դժոխքը դատապարտված հոգիներին, բոլորն էլ կդատվեն ըստ իրենց գործերի։ Արդարների մասին չի խոսում, որ թեպետ հարություն արած, բայց անմեղ լինելով դատաստանի չեն ենթարկվելու, այլ մահվանից կփոխվեն
դեպի կյանք։ Ոմանք կարծում են, թե աշխարհի վախճանին ծովերը պիտի ցամաքեն, բայց խոսքերն այս վկայում են, թե պիտի մնան, թեև պիտի փոխվեն մեկ այլ, պարզ ու գեղեցիկ տեսակի։ Եթե երկինքն ու երկիրը մնալու են, ծովերը ինչու չպետք է մնան։ Մահն ու դժոխքը նետվեցին կրակի լճի մեջ, սա երկրորդ մահն է։ Նրանք, ովքեր արժանի են մահվան ու դժոխքի, կոչվում են մահ ու դժոխք, որովհետև դժոխքից առավել դառն են ու ծանր։ Ինչպես իմաստունն է ասում, նախանձը դաժան է դժոխքի պես։ Սատանան, որ մահվան ու դժոխքի սկզբնապատճառն է, իր հետևորդների հետ կմատնվի դժոխքի։ Մատնվելը նշանակում է Աստծո խիստ ատելությունը, քանզի Աստված իր թշնամիներին ծայրագույն ատելությամբ պիտի մատնի դժոխքի։ Եվ նա, ում անունը կյանքի գրքում գրված չգտնվեց, գցվեց կրակի լճի մեջ։ Կյանքի գիրքը նախասահմանության դպրությունը և Աստծո իմացությունն է, ուր ամբարված են արդարների անունները։ Աստված մեղավորների անունները ևս գիտե, բայց ոչ սիրով, այլ անարգությամբ, և չի հիշատակում, քանի որ հաճելի չեն իրեն, այլ կամավոր կերպով մոռանում է։ Պետք է իմանալ, որ ավետարանիչը 1000 տարի արտահայտությունը այստեղ հիշատակում է 6 անգամ։ Ըստ եկեղեցու վարդապետների դա խորհրդանշական է, և կարծիք են հայտնում, թե աշխարհի վախճանը լինելու է 6000 տարի հետո, բերելով այս օրինակը. Արարչության 6 օրից հետո 7-րդ օրը Աստված հանգստացավ։ Երկրորդ. Ծննդոց գրքի սկզբից Աստված արարեց երկինքն ու երկիրը հատվածը եբրայերենում 6 ալեֆ ունի, իսկ 1 ալեֆը ըստ նրանց 1000 տարի է։ Երրորդ. Ադամից հետո 7-րդ Ենոքը բարձրացավ երկինք։ Չորրորդ. Շաբաթվա 6 օրից հետո գալիս է շաբաթ օրը, որն էլ խորհրդանշում է հավիտենական հանգիստը։ Հինգերորդ. Աստված 120 տարի սահմանեց մարդու կյանքը, իսկ ազատության թիվը 50 է, որով եթե բազմապատկես 120 տարին, կստանաս 6000։ Վեցերորդ. Մինչև Աբրահամ 2000 տարի գործեց բնական օրենքը, իսկ նրա թլպատության ուխտը համապատասխանում է Մովսիսական օրենքին։ Աբրահամից մինչև Քրիստոս 2000 տարի է, ուրեմն Քրիստոսից մինչև աշխարհի վախճանը նույնպես պիտի լինի 2000 տարի։ Բոլորը միասին լինում է 6000 տարի։ Հեսուն Հորդանանով անցնելիս ժողովրդին հրամայեց 2000 կանգուն հեռու մնալ տապանակից։ Սա նշանակում է, որ Քրիստոսի մկրտությունից մինչև աշխարհի վախճանը պիտի լինի 2000 տարի, երբ դատաստանի եկած Քրիստոսի մարդեղության տապանակը պիտի երևա դեմ հանդիման։ Այս պատճառով էլ կոչվում է վերջին ժամանակ։ Առաջինը բնության ժամանակն էր, միջինը օրենքի, վերջինը շնորհների։ Այժմ գրեթե բոլոր հեթանոսներին լսելի է ավետարանը։ Այն քարոզվում է Չինաստանում, Հնդկաստանում, Ամերիկայում և ամենուր, ինչն էլ Տիրոջ գալստյան նշան է։ Քրիստոսը ծնվեց աշխարհի 3930 թվին։ Ըստ երևույթին, քիչ ժամանակ է մնացել աշխարհի վախճանին և Տիրոջ գալստյանը։ Բայց այսպես ենք ասում ենթադրաբար և ոչ թե ճշգրտորեն, քանզի ըստ Տիրոջ խոսքի ձեզ տրված չէ իմանալ ժամերն ու ժամանակները, որը Հայրը հաստատեց իր իշխանության մեջ։